պատերազմի եւ լրտեսական երրագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ Ժորժան, իրենքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն ցույց չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։